Տիկին Ղազարյան, նախ խնդրում կարճ ներկայացրեք այն նախագծի տրամաբանությունը կամ փոփոխությունները, որով առաջարկում է այդ ընտրական օրենսգրքում այդ փոփոխությունները, որը խոսենք արգելի դրսում ինչ-որ ժամանակից սկսած բնակողներին այստեղ ընտրություն անել։ Նախ սա ներկայացրեք, հետո ասեք այս ընտրությունների արդյունքների վրա ինչ պասկեր արձանագրվեք, ինչու այս հարցը եկավորական, այսինքն ինչ է ձեզ մտահոգեց, որ որոշեցիք այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալ, խնդրեի, եթե թվեր կա նաև թվերով, դրսից քանի ընտրող ունեցանք, ինչպես դա անդրադարձավ եւ ինչու եք կարծում, որ բացասական է այդ երևույթը։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցի համար, իրապես բոլորս էլ նկատել ենք, որ վերջին ընտրությունների հետ է պայմանավորված նշված փոփոխությունը եւ այսպես ասած լավ օրից չէ, որ գնում ենք նման փոփոխության, որովհետեւ պատկերացում չունենք, որ կարող է նման հարցեր առաջանան, բայց նախագիծը միտում ունի հնարավորինս պահպանել այն կապը, որը որ կա Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացու եւ պետության միջեւ, որովհետեւ ընտրությունները հենց այն հիմնական կապն է քաղաքացու եւ պետության միջեւ, որոնք որ քաղաքացին կանոնները սահմանում, իշխանություն են ընտրում եւ պատրաստվում է Հայաստանի Հանրապետությունում այդ իշխանության հետ աշխատել, ապրել եւ մշտապես բնակություն հաստատող քաղաքացին վերաբերելի է եւ հետեւաբար այնպիսի կարգավորում ենք բերել, որպեսզի կարողանա մշտական բնակվող քաղաքացին, իսկ մշտական բնակություն կարող է հաստատել այն քաղաքացին, համարվում է այն քաղաքացին, ով վերջին տարվա մեջ 183 օր ապրել է տվյալ բանում, երկրում եւ ունի իր կենսական շահերի կենտրոնը այդ երկրում։ Եթե մարդ 6 ամսից ավել ապրում է Հայաստանի Հանրապետությունում, հետեւաբար ունի իր կենսական շահերը Հայաստանի Հանրապետությունում, հարկ եւ վճարում աշխատում, հետեւաբար կապում է իր տեսեք թիմ օրենքում մենք նման փոփոխություններ ունենք, բայց համապատասխան ընտրությունների ժամանակ փոփոխություններ չունենք, կարծես նաեւ այս է միավորում այս նախագծում, որպեսզի միասնական նման սահմանում ունենանք նաեւ այս առումով։ Նույնը վերաբերվում է նաև հանրաքվեի մասին օրենքում, նաև փոփոխությունը վերաբերել է այդ օրենքում, փոփոխություններ արվում է նաև այդ օրենքում։ Թվերի առումով այս պահին քանի որ շատ ֆիքսված չեմ հիշում թվերը խուսափել թիվ հնչեցնել, բայց այնուամենայնիվ հիմնական զեկուցման ժամանակ ավելի մանրամասն թվային տվյալներով, վիճակագրությունով, արդյոք հետո մենք ինչքան ընտրող կունենանք, արդյոք ընտրողների թիվը կպակասի թե կավելանա, ինչքանով կավելանա, ինչքանով կպակասի, մարդիկ ինչպես պետք է կազմակերպեն մասնակցելու ընտրություններին, եթե լինեն ակտիվ ընտրություններ, ինչպես այս ամենին արդեն մանրամասն նախագծի քննարկման հիմնական քննարկման ժամանակ անդրադառնանք, բայց այնուամենայնիվ մի երկու բացառություն նաև նախատեսված է, որ հանրային պաշտոնների դեպքում, երբ որ ծառայության է մեկնում արտերկիր, նրանց դեպքում կա բացառություն, եթե ավելեն մնում եւ նաև ուսումնական գոհերը մտնելու դեպքում նաև կան բացառություններ։ Տեսեք, քննարկման փուլում է, բուժման նպատակով, նաև հարկեր վճարելու հիմքով եւ այլն նման հարցեր եւս քննարկվում են, բայց այս պահին դեպած է այս տեսքով շրջանառության մեջ հետագայում արդեն հետագա առաջարկներով լրամշակվի։ Այսինքն 6 ամսից շատ Հայաստանից բացակայում 183 օր կարգելի Իմ ասել, բայց այդ նաև մարդկանց կարիերայի աճի մեջ է դեմարտային, որտեղ եթե մեկ ինչ-որ մասնակետա, որ չգիտեմ, միջազգային կառույցի մասնավոր հրավիրվում է աշխատանքի եւ նա կամ պետք է Հայաստանում ընտրության իրավունք ունենա, կամ գնάει մասնագիտական կարիերայի հետևից եւ մեկ բան է, քանի որ ընտրությունները նոր են եղել, եւ դուք այս սահմանափակումները դերում եք, կարող ենք ենթադրել, որ իշխանությունները ինչ-որ X ժամանակում մոտ ապագայում արտահերթ ընտրությունների Ոչ բնավ, նման մտադրություն չունենք, բայց նաև արտահերթ ընտրությունների մտադրություն ընդհանրապես չկա, բայց հետագայում որպեսզի նման իրավիճակներ չխուսափենք, բայց որովհետև այս ընտրություններում արտահայտվեց այդ իրավիճակը, դուք ինքներդ էլ ականատես եք եղել նաև այն ամենահայտնի տեսագրությանը, որ ասում այսօր եկել եմ ընտրեմ, երեկոյան պետք է գնամ, որովհետև կարող է խառնաշփոթ ու այս մասն խոսակցությունը ոչ միայն դա է բավականին երկար ժամանակ մեր որ Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքացիներից ստացել ենք արձագանքեր, որ կազմակերպված գալիս են ընտրել, այսպես այնպես ես վստահ եմ նաև որ այդ եկածների որոշ տոկոս էլ այնպես չէ որ հենց այն ուժը որը որ կազմակերպել վերել է Հայաստանում ընտրությունների
ընտրությունները իրենց են ընտրել, մանավանդ որ դեռ որևէ հստակ որոշումներ այս առումով կամ բան չկա, բայց այնուամենայնիվ այդ հոսքը նկատվել է, այդ խոսակցությունները եղել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պահանջը նաև, որովհետև այստեղ քաղաքացու իրավունքն էլ է սահմանափակում, դու մնում ես, ապրում ես դու, ես, մենք բոլորս Հայաստանի Հանրապետությունում, բայց մարդիկ, որոնք ընդհանրապես իրենց ապագան Հայաստանի Հանրապետությունում, պարզապես Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, որոշում են, թե մենք ինչ իշխանություն պետք է ունենանք եւ հետագայում ինչպես պետք է շարունակենք քաղաքացին գնաց 2 տարի ապրեց այդ երկրում, հետո վերադառնում է Հայաստան, եթե 6 ամիս լրանում ու ասենք առաջիկա ընտրություններին, ավտոմատիկ ընտրության իրավունքը վերականգնվում է։ Եթե վերջին 1 տարում ընտրության օրվանից հաշված, երբ որ նշանակվում է ընտրության օրը, դրանից 48 օր առաջ արդեն հաշվարկված տվյալները, երբ որ գալիս է միգրացիոն ծառայությունից, որ քաղաքացին վերջին 1 տարվա ընտրության օրը նշանակելու վերջին 1 տարվա ընթացքում 6 ամիս արդեն 6 ամիսը ավելացնել Հայաստանի Հանրապետությունում վերականգնվում։ Իսկ այդ հնարավոր է փոխել թե ժամկետը հստակ։ Գիտեք, ժամկետների առումով էլ են առաջարկում, որ գուցե կարճ ժամկետը, որովհետև կան մարդիկ, որոնք որ մեկնում են արտերկիր, որոշակի ժամանակ աշխատանք, կան արտագնա աշխատանքի մեկնողների համար գուցե նաև այդ 6 ամիսը բավականին քիչ ժամանակ է, եւ նրանք ընտրելու շատ ես ինքս գերակնիկի մարդից եմ, գիտեք, ինչքան արտագնա մեկնողներ կան գեղարվեստի։ Այս մասով էլ ենք մտածում, բայց ամենաճիշտ բանը, այն որ իրավական հիմք ունեցողը հենց դա է։ Առաջարկներ կան 3 տարվա մեջ 1.5 տարի սահմանել կամ թեկնածուների ինչպես է վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, նաև 2 տարի Հայաստանում բնակվող թե պատահավոր է թեկնածուի համար, նաև այդ ցենզը սահմանել, նաև ընտրելու իրավունքի վրա, բայց ես կարծում եմ մշտական բնակույց, եթե համարում եմ, որ մշտական բնակություն հանդիսացող անձը պետք է ընտրության մասնակցի, ամենաճիշտը հենց այն ռեզիդենտության ցենզն է։ Այո, նման սահմանափակումներ այլ երկրներում ևս կան, ես էլի եկեք անում ես չնշեմ, որովհետև տարբեր կան նաև որ այդ հիմքով են, կան նաև որ որոշ երկրներում կա ակտիվ ընտրողների խումբ, պասիվ ընտրողների խումբ, նման կարգավորումներ կա, որ այսպես ոնց որ այս դեպքում են, ոնց որ ակտիվ ընտրողներով հետ ներառվել ժամանակ եւ պասիվ ընտրողները։ Եվ ժամկետները Ինքը շրջանառության մեջ է, կարծում եմ արտահերթով առաջին բան կքննարկվի։ Մոտավորապես քանի քաղաքացու մասին է խոսքը, որը այս ընտրություններին ապրելուց եկել եւ քվեարկել է ունենալու վերջին 6 ամսում Հայաստանում եւ մի լրացում են դերություններից շատ առաջ մինչեւ մարզաշարքից հասարակական կազմակերպությունից ահազանգ հնչեցին, որ ընտրապայքարի մասնակցել պատրաստող քաղաքականներից մեկի օգտին քվեարկելու համար նման նախաձեռնություն է պլանավորվում, ինչու ավելի շուտ 2-3 ամիս առաջ այդպիսի նախաձեռնության հանդես չեղավ եւ միայն post factum։ Գիտեք, ուրախությամբ պետք է ասեմ, որ երևի թե այդ ահազանգները բոլորը մենք էլ ենք ստացել, բայց միշտ մենք մեր խոսքում էլ ենք ասել, որ մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները երկար ժամանակ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելուց հետո կգան եւ իրենց համայնքներում, երկրում փոփոխությունները կնկատեն, հնարավոր է իրենց ընտրության այսպես ուղղությունը, որի համար եկել են, կփոխել եւ ես կարծում եմ դա ասել է, որովհետեւ հակառակ դեպքում են ուժը, որ այս ամեն ինչ այսքան մանրակրկտորեն կազմակերպել էր եւ ակնկալվում էր բարձր քվեներ ստացալ, ամենայնիվ կարծում եմ իր ապակալիքները չեն իրականացել, որովհետեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ամեն դեպքում տեսակ ինչպես ընտրություն կատարեցին եւ ընտրության արդյունքները խոսում են հստակ մասին, թե ընտրություններն ինչպես իրականացան եւ ինչպես ինչ վրա, նաեւ ընտրակաշառքների վերաբերյալ գիտեք ինչքան գործեր կան, նաեւ այս առումով տեսել ենք հակակոռուպցիոն ֆոնդը, որ արդյունաբերության էլի ընտրաբանը փոփոխություններ իրականացնելու հիմքով, այսինքն այս ընտրությունները հստակ ցույց տվեցին, որ մենք ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել եւ չենք մտածել, որ դրանք կարող են խնդիր առաջանան, բայց հիմա պետք է հնարավորինս օրենսդրական առումով բացառել հետագայում նման դրսևորումները ընտրության արդյունքների
Ես ասեմ պրիվատ է, որովհետև այնքան թվեր եմ նայել այս ընթացքում, թե ովքեր են եկել, ինչքան են ընտրել, ավելի հստակ հիմնական դեպքում ժամանակ անպայման այդ վիճակագրությունը կներկայացնեմ ավելի հստակ։ Տիկին Ղազարյան, եւ ձեզ համար բարձ է ինչպես է հնարավոր լինում օդանավակայանի արգելված տեղից տեսանյութ Հայաստանի քաղաքացիների ճանապարհորդությունների վերաբերյալ։ Անկեղծ ասած ես չեմ կարող դրա պատասխանը տալ, որովհետև դե ամենտեղ տեսանկարահանվում, դեք հիմա փողոցում էլ ավելի շատ ենք նկարահանվում, քան սերիալներում կամ ֆիլմերում։ Դա անվտանգության բարձիկ է, բայց մյուս առումով է թե ինչպես է դա արտահոսք եղել, ես կարծում եմ, եթե ինչ-որ միտումնավոր ունի, արտահոսք է կամ չգիտեմ ինչ, դա պետք է հետևական։